Քաղաքապետ, երկու հարց, առաջինը ուզեմ անդրադառնալ երթևեկության գծանշումներին, այսօր մեր գործընկերներից մի քանիսը նշեցին այդ խնդիրը, ես էլ եմ ուզում անդրադառնալ, որ օբյեկտիվորեն կարծում եմ նման խնդիր ունենք, երբ անընդհատ հասկանալի պատճառներով նոր երթևեկության կանոնները փոխելու հետ կապված, գծանշումների փոփոխության հետ կապված քաղաքում այդպես նոր գծանշումներ են արվում, հաճախ գծանշումի նորերը ժամանակի ընթացքում մաքրվում են, հինի հետ խառնվում են, շիլաշփոթ է ստեղծվում երթևեկության մասնակիցների համար, ինչը նաև կարող է բերել կանոնների խախտման եւ տուգանքների, ուզեմ հասկանալ ինչ լուծումներ կարող առաջարկել, որպեսզի այդպես հին գծանշումները լիովին մաքրել, անտեսանելի դարձնել, որպեսզի չխառնվի նոր գծանշումների հետ կապված, որտեղ այդ խնդիրը կարծում առկա է։ Երկրորդ հարցը դիտահորերի հետ կապված ժամանակին Երևան համայնքը շատ տեղերում որ այն դիտահորերը, որոնք որ անհարթությունների հետ կապված են, փորձեց կարգավորել, բայց նաև խնդրում ենք այդ դիտահորերի կափարիչների հետ կապված, վերջին օրերի ընթացքում տեսել ենք, որ անհատների ջանքերով շատ հեշտ լուծում է տրվում եւ այդ դիտահորերի կափարիչները բարձրացվում են, որպեսզի ասֆալտի հետ նույն հարթության լինեն եւ խնդիրներ չառաջացնեն, ուզում հասկանալ մենք որևէ քայլեր քաղաքապետարանը կամ այդ ում որ պատկանում են այդ դիտահորերը, հա, չեմ Վիոլանը, կապուղիներ են տարբեր եւ այլն, որոշակի պահանջներ, ստանդարտներ սահմանենք կամ պարտադրենք, որպեսզի նրանք այդ հարցը կարողանան կարգավորել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, դիտահորերի մասով հիմնականում մենք ունենք խնդիր, որովհետեւ շատ դեպքերում դա էլի մեր տիրապետության տակ չի, բայց նույն մասնավոր նախաձեռնությունը, որի մասին դուք մատնանշում եք, մեզ հետ համագործակցությամբ է արվել, փաստացի, բայց ես կխնդրեմ նախ պարոն Հարությունյանը խոսի գծանշումներից, պարոն Կարոյանն էլ կխոսի արդեն դիտահորերից, խնդրեմ։ Երևան քաղաքում MLA-ին տիպի գծանշում իրականացված փողոցներում են հիմնականում կատարվում երթևեկության կազմակերպման փոփոխությունները, փոփոխությունների արդյունքում ասֆալտի շերտը քերման եղանակով չի մաքրվում, այլ իրականացվում են սև գծանշումներ հինը ծածկելու համար։ Եվ այո, ժամանակ առ ժամանակ որոշ չափով տակից սպիտակ նախկին գծանշումները տեսանելի են դառնում, այս մասով որպես լուծում կառաջարկեմ, որ ավելի շուշուտ սևացնենք տվյալ հատվածները, որ խնդիրը տեսանելի չլինի, հակառակ պարագայում կվնասենք ասֆալտը։ Պարոն Կարոյան։ Դիտահորերի հետ կապված ուզում եմ մի փոքր հստակեցում մտցնեմ, քանի որ դա իրոք պետական գույք է եւ Վիոլա ջրի կողմից է սպասարկվում, բայց այնուամենայնիվ պարբերաբար տարբեր հիասթների շրջանակներում ահազանգ ուղարկվում է դեպի Վիոլա ջուր եւ ոչ միայն կափարիչները, հիմնովին այդ ամբողջ բետոնապատ ծածկն է նաեւ փոխվում եւ նաեւ իրանց հետ քննարկում ենք ունեցել մյուս տարվա ընթացքում, որպեսզի ֆինանսական միջոցները իրանք ել ավելի շատացնեն, որպեսզի կարողանանք արդեն մեղմացնենք այդ բեռը։